Շատ բարև ձեզ։ Բարև ձեզ, հավեցեք։ Ծաղիկներ ստանալն ասում են հաճելի է, բայց հաղթանակ խնամքի շուրջօրյա կենտրոնում ուրախ են ցանկացած հյուրի, թեկուզ դատարկաձեռն։ Ստիպում են զգալ ինչպես տանը, հյուրասիրությունը պարտադիր է։ Քավարցենք, հարցեցինք, մենք սիրում ենք համ հյուրասիրել, հյուրասիրվել, գնալ, գալ, շփվել մարդկանց հետ, բայց բարի մարդկանց հետ։ Բարությունը բացահայտում են միանգամից 6-րդ զգայարանով։ Կենսափորձն ու թիկունքում 30 տարվա աշխատանքային ստաժը, բնույթը, ամենօրյա շփում տարբեր մարդկանց հետ բավարար հմտություն տվել է։ Անանիկյանի մոտ եմ աշխատել, պրոֆեսոր Անանիկյանի վիրաբուժական բաժանմունքում ստաժի մեդսիստրոյ։ Ծերության տարիներին ամենատարբեր պատճառներով հարազատներից հեռու ապրելը հեշտ չէ, բայց տարեկից բախտակից մարդկանց միջավայրում իրավիճակն ավելի թեթև է դառնում։ Ես խնդրում եմ մի հատ բաժակ բերեք, որովհետև 2 բաժակ ունենք։ Պարոն Մկրտչյան, համեցեք սուրճի։ Դառն եք խմում, քաղցր եք խմում, ոնց եք խմում։ Այսպես միշտ իրար օգնում եք։ Հա, անպայման։ Առօրյան սովորականի պես նոր ընկերներ են ձեռք բերում, հարազատանում ու արդեն պարտադիր է դարձել ամսվա մեջ 1-2 անգամ թատրոն համերգասրահ գնալը։ Տաք ամիսներին անցուդարձը շատ ավելի թեժ է։ Դե հիմա ծմերը այդքան էլ ասենք դուրս ուներ չանեն, որ չի վանդանան խնամյալները, բան Սևան են գնում քանի անգամ Աշտարակիցոր։ Այստեղի հնաբնակներից է Ժենիա Հարությունյանը, գրեթե 15 տարի հաղթանակը տուն է։ Կյանքում շատ բան տեսած այս կինը ժամանակի հետ հասկացել է ինչն է կարևոր եւ որը խաբուսիկ։ Սովորել է ձևին չվստահել, գնահատել իսկական անկեղծ մղումները։ Ծաղիկը ծաղիկա գույնը կապ չունի։ Իսկ գույրը։ Գույրը կապ ունի։ Կարողա փոքր մանուշակին ճանուշ գույր ունի։ Իսկ ինչ է ուզում կինը, սեր տալ ստանալուց բացի կարևոր միավորող ցանկություն էլ ունեն այստեղի բնակիչները։ Խաղաղություն են ուզում, կանայք, խաղաղություն են ուզում, որ մեր տղաները, մեր երեխաները, մեր զավակները կապ չունի, որ ասենք իմ տղան չի, ասենք ձեր տղան է։ Ինչ կապ ունի, իմ համար է գնում, չէ՞։ Տարեցների շուրջօրյա խնամքի հաղթանակ կենտրոնում սենյակ տնտեսությունները շատ են։ Տղամարդկանցից բացի 134 կին է բնակվում այստեղ։ Խաղալիքները ումն են, տիկին Սաթելի։ Իմն են, սախինն են։ Մի հատ քույրիկ ունեք ինքնաբերել։ Հիմա դուք մեզի թեկուզ ծիծաղով բարև տաք։ Մեզ համար մեծ առավելություն է։ Ինչպես իրենք են ասում, մեծանալու հետ մանկացածները ուրախանում են ամեն մի չնչին բանից։ Կյանքի փոքրիկ ուրախություններ, որ հատկապես ջերմացնում են մեծ տարիքում։